Այնքան ժամանակ եմ զրահապատ մեքենայով պտտվելու, մինչև են 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի եւ քաղաքապետ փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չենք պտտվի։ Պարոն Ղուկասյան, ասում են, որ ԿՊ-ն ձեզ թիրախավորում է, դուք լինեք չեք վախեն, որ ասենք պատկերացրեք։ Հարց բռնելուց, ինչի՞ եք վախենում։ Պարոն Ղուկասյան, վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ դրա համար, այսինքն հանցագործները դուրսն են։ Հասկանալի է։ ԿՊ-ի համար հարմար տեխնացու է։ Որինչ։ Որովհետև ձեր վրա լիքը քրեական գործեր կան, վերջում դրանցով շնշելու են եւ Վանաձորի սցենարը կրկնվելու է Գյումրին, ուրեմն իշխանազավթվելու։ Մտքով ուղեղով որ մտածում ես, ճիշտ են մտածում, բայց ինձ ճանաչելով չեն կարող այդպես բան մտածել, որովհետև ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս է կդրվի, ձեռքս է կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Բարի։ Այդ կոնստացիան ինչ է բադայել։ Կոնստացիան ինչ անենք։ 18 թվականին չգիտեք, որ հայրենիքի դավաճաններ են գալու։ Ինչ 18 թվական։ Որ գոռում եք ճվա։ Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն ուշադիր լսի։ Ուրեմն 18 թվականին, որ ասում էի Քայլ արա Մերժի Սերժին, ուրեմն շատ ճիշտ եմ արել, որովհետև չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկավար եւ չգիտեի, որ այդ ղեկավարությունը բերել է այսօրվա ԿՊ-ին, Նիկոլին, եւ չէի պատկերացնում, որ երկուսը իրար հետ համագործակցված այդպես աշխատում են։ Եթե գիտենայի, ուրիշ ձևի կանեի, բայց չէի ուզում, որ նախկինը մնար։ Ես դա բարձրաձայն ասում եմ, եւ դուք էլ այդ կանենք խառնվում, որ այնպես ձեզ ցավ է։ Ուրեմն ձեզ եկան, այլ սպասի։ Ղուրբանեղնիմ ձեր ջանին։ Ուրեմն դե հիմա ասեմ, 2007 թվականին էր դա, երբ որ ասում էի, ուրեմն հիվանդանոցից եկած իմ տեսքս տեսնում եք եւ ես ինձ ասում էին, թե գիտեք ինչ կա, հանրապետական կուսակցության ուրեմն թշնամիներն են ցես խփել, բայց ակածվեց է ես զգում էի, թե ուր է, հետո դրանից հետո հասկացանք, թե ուր է գնում այդ պոչը եւ դրա համար մենք լավ մինչեւ հիմա հասկանում ենք, թե ով կարող էր դա արած լիներ, հասկանալի է։ Եվ ես քաղաքապետ էի, ուրեմն այն ժամանակ չէի ուզում ընդհանրապես կուսակցական պատկանելություն ունենայի, բայց կուսակցությունները անատներին խեղդում էին։ Մի խոսքով իրանց խնդրանքով դարա հանրապետական։ Եվ ես 2007-ից մինչև 2012 թվականը հանրապետականի նիստերին ոչ մեկին չեմ մասնակցել, ոչ ուրեմն անդամավճար եմ մուծել, ոչ էլ ես ինձ կուսակցական եմ դասել։ Հետո այդքան ինչ ես ցավում, դու որ կառույցն ես, որ այդպես հանրապետական ես։ Չէ, հա, ես զգում եմ, որ դու հանրապետական ես։ Հələ մի րոպե երեխա, հələ մի րոպե սպասեք, մեկը դասեք, հասկանամ ինչ եք ասում։ Ինչպես է գնահատում եւ ընդդիմության միավորումը հավանական համարում եք պատրաստ միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ ով շատ ձայն կհավաքի ուրեմն նրան եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն եթե այդպես չկիրառեն նշանակ ով չհամաձայնվեց ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում